երբ որ նա թիրախավորում էր արցախցի կնոջը երեխայի հետ, Այո։ նա փորձում էր կոնսոլիդացնել հասարակության այն հատվածին, իսկ դա ցավոք սրտի շատ փոքր հատված չի, որը հենց իրենց քարոզչության հետևանքով հակաղարաբաղյան տրամադրություններ ունի։ Ու այդ քարոզչությունը միջև այսօր էլ շարունակել գրեյք քարոզչությունը միջև այսօր էլ շարունակում է։ Հետևաբար ինքը այդ խնդիրը լուծեց։ Երբ որ երեկվա եկեղեցու միջադեպը եղավ, հիմա ինքը ինչ խնդիր է լուծում, ցույց է տալիս, որ նույնիսկ դպրոցահասակ երեխաներին կպատժի, եթե փորձեն խոչընդոտել։ Բանը իրեն թթու խոսք ասել կամ ինչ-որ ասել, որ մենք մեր տեղում կանգնած ենք, մեզ մի իրեք եւ այլն, հա? Այսինքն ինքը փորձում է հասարակության դիմադրության պոտենցիալը ճշտել։ Տեսնում է միջև որտեղ կարող է առաջ գալ եւ որտեղ կհանդիպի հասարակական դիմադրության։ Պատահական չի, այո։ Նա եթե մեծ դիմադրություն չի տեսնում, ինքը հակվում է այն վարկածին, որ ուրեմն նման քայլերով ավելի է բարոյալքում, հասարակությանը ավելի նվազեցնելով նրա դիմադրության պոտենցիալը։ Եկեք այս արձանագրենք, հա? Այսինքն պարզ է, չէ՞, ինչ եմ ասում։ Այո։ Նա հստակ այո տեխնոլոգի գիտի, որ հասարակության վստահության ռեսուրսը չունի, փորձում է հասարակության դիմադրության պոտենցիալը փշրելով, հասարակությանը բարելեքելով, հասնել հասարակության ապաթիային։ Այն ինչ որ տեղի ունենում, այլ բացատրություն չունի։